Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ տարածաշրջանում եզակի մասշտաբի Կասկադ Pictures կինոստուդիայի Գողություն հայկական ձևով Ограбление по-армянски. 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 Գողություն հայկական ձևով նոր արկածային մարտաֆիլմ կատակերգության պրեմիերան Сам в фильме снялся и на премьеру не пускают, да? Где актеры здесь? Вы здесь? Да, пора здесь. Такого масштаба в Армении еще не было. Мы на премьере грандиозного армянского фильма. տոնական միջավայրում երկրպագուներին հանդիսատեսին ներկայացող դերասանական անձնակազմը նախ կարմիր գորգով է անցնում։ Սա նոր խոսք է կինոարտադրության մեջ։ Հայաստանում սա ֆիլմային հեղափոխություն է համարվում։ Ֆիլմը այնքան մասշտաբային է, այնքան անընդհատ զարմացնում է, որ ամենազարգացնող մասը նույնիսկ տրեյլերում չկա։ Այս բյուջեով չի նկարվել Հայաստանում կինո։ Որպես այդպեսին Հայաստանում դեռ այս տեսակ աշխատանք արած չեմ տեսել ես։ Ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Շատ հզոր դեր ունեմ, որի համար շնորհակալ եմ Արտյոմին եւ ռեժիսոր Դավիթին իրենց կատարած ֆանտաստիկ աշխատանքի համար։ Նկարահանվում եմ բոլիվուդյան ֆիլմերում եւ շոուներում, բայց այս կինոարտադրությունն իր բոլոր բաղադրիչներով տեսախցիկների աշխատանքից մինչեւ ձայն եւ production իսկապես բարձր մակարդակի վրա է։ Վստահաբար ասում եմ, սա հայկական կինեմատոգրաֆիայում նոր շունչ է։ Մենք մինչև այժմ չունենք այսպեսի նկարահանված ֆիլմ։ Արդեն շատ հանգիստ է կարելի ասել, որ միջազգային ասպարեզ կարող ենք դուրս գալ նմանատիպ ֆիլմերով, ու ինձ համար մեր հպարտությունն է մասնակից լինել այս ֆիլմում։ Գողություն հայկական ձևովը Կասկադ Pictures-ի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Ֆիլմի սցենարի շուրջ աշխատել են 2.5 տարի, այն ամբողջությամբ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ Մենք արեցինք մի բան, որը ամենամասշտաբային ֆիլմն է Հայաստանում, իր տեսարանների քանակով, իր դերասանների քանակով եւ ժանրի առումով էլ ինքը էքշն ժանրի ֆիլմ է ու նկարահանումներն էլ արվել են հոլիվուդյան ստանդարտներով։ Շատ բարձր որակի էր ամեն ինչ ու ես մի կողմից ուրախանում եմ, մյուս կողմից իհարկե մի քիչ տխրում եմ, որ ինչի է այսքան ուշ, այլ կարելի է շուտվանից այսպես անել ու կարծում եմ սա ինչ որ նոր ընթացք կհաղորդի մնացած կինոարտադրություններին, որ կարելի է եւ այսպես անել, ինչու ոչ։ Շատ ուրախացա, երբ որ առաջարկ ստացա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում դեռ կարելի ասել այդպես էքշն տիպի ֆիլմ չէր նկարվել։ Մեծ հաճույքով համաձայնեցի, շատ մեծ աշխատանք են կարել։ Դժվար էր ինչ-որ չափով կերտելը, բայց կարծում եմ ստացվեց։ Առհասարակ ոչ մի անգամ այդպիսի կերպար չեմ խաղացել եւ արտակնապես եմ ուրիշ, եւ կերպարն է ուրիշ, այն իմ խաղացած բոլոր կերպարներից, որը կերտել եմ։ Այս ֆիլմը մի քիչ ուրիշ ձև եմ հանդես եկել, որը անկես որ ասեմ ինձ սրտով է։ Որտեվ հիմնականում միշտ որ եղել է հումորային, շատ հումորային, սա մի քիչ ավելի նվազ է, բայց շատ հետաքրքիր կերպար է։ Կասկադ Pictures-ի հետ այո, առաջին համագործակցությունն է, բայց հույս ունեմ ոչ վերջինը։ Ֆիլմի մասին բավականին ռիթմիկ է, ես վստահ եմ, որ հանդիսատեսը ոչ մի վայրկյան չի հոգնելու, անընդհատ ռիթմի մեջ է լինելու։ Իմ կերպարը այո, տարբերվում է, հատկապես բոլոր այն կերպարներից, որոնց հանդիսատեսը արդեն իսկ ծանոթ է, բայց փակագծերը չեմ բացի, ուղղակի խորհուրդ կտամ անպայման դիտել։ Հնդիկ դերասան Սամիր Մալհոտրան մարմնավորում է ֆիլմի առանցքային կերպարներից մեկին։ Հայ դերասանների հետ աշխատելն ու հայկական ֆիլմում նկարահանվելը նա յուրահատուկ ու անմոռանալի փորձառություն է համարում։ Սիրում եմ Հայաստան, I love Armenia, Հայաստանը երկրագնդի ամենագեղեցիկ երկրներից է։ Այս ֆիլմի շուրջ աշխատելը հրաշալի էր, քանի որ ամեն վայրկյանը, ամեն դրվագը նկարահանվում էր բարձր մակարդակով, եւ դու հստակ գիտեիր քո անելիքը։ Ես մեծ բավականություն եմ ստացել ֆիլմի շուրջ աշխատելիս։ Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով եւ անսպասելի շրջադարձերով։ Սցենարի հեղինակ Նարեկ Մարգարյանը խոստանում է, հանդիսատեսը դահլիճից դուրս կգա բուռն էմոցիաներով։ Դուք նույնիսկ եսը չգիտեք, որովհետեւ ամենահամով մասը տրեյլերում իսպար բացակայում է, որ զարմացնի էլ ավելի շատ ամենաերևի բարդ ստեղծվող մասը, ոչ ոք գաղափար չունի ինչ է իրան սպասում, դրա համար այս ֆիլմը դրանով է հետաքրքիր, որ գալու են ու անընդհատ զարմանան մարդիկ։
Արցախում տեղ են գտել նաև մեծածավալ տեսարաններ։ Միայն ֆուտբոլի մարզադաշտի դրվագում ներգրավվել է շուրջ 2000 մարդ։ Ֆիլմը ոչ միայն իր սյուժեով է գրավում, այլև տեսարանների մասշտաբներով։ Սա առաջին դեպքն է, երբ ֆիլմի նկարահանման համար զրոյից կառուցվել է 7000 քառակուսի մետր մակերեսով տաղավար։ Հատուկ մետաղական կոնստրուկցիայի վրա էլ 1400 քառակուսի մետր տարածքով եռահարկ բանտի դեկորացիա։ Շինարարությունը տևել է ավելի քան 1 տարի, ներգրավվել է ավելի քան 400 մասնագետ։ Օգտագործվել են ARRI ֆիրմային արտադրության բարձրակարգ լույսեր, որոնք հատուկ այս ֆիլմի համար Cascade Pictures-ը ձեռք է բերել եւ Հայաստան բերել ԱՄՆ-ից։ Cascade Pictures-ը սկսեց 3-4 տարի առաջ կարճամետրաժ ֆիլմեր էր նկարում։ Հիմա արդեն առաջին մեր ամբողջական մեր կինոն է։ Կինոինդուստրիայում ունենք նոր հետաքրքիր մտքեր մեր ռեժիսորների, պրոդյուսերների շնորհիվ եւ ունեցանք այսպիսի կինո։ Ի պատիվ ստեղծագործական խմբի Cascade Pictures-ի մեր լեզվով ասած հալալ է իրանց ապրեն շատ հետաքրքիր բան է ստացվել։ Այն ինչը վերաբերում է ֆիլմին, ես ինքս գնահատական չեմ կարող տալ, որովհետև ես մասնակցություն եմ ունեցել, թող ժողովուրդը ասի դրա մասին, բայց այն որ ինձ համար մեծ պատիվ էր նկարահանվել եւ եւս մեկ անգամ նաեւ եղբորս հետ նկարահանվել նույն ֆիլմում, դա այն որ հենց հիմա ես ինձ շատ երջանիկ եմ զգում։ Աղջի, արի, արդեն սկսվում է։ Արի։ Всем понравился. Вся съемочная группа на сцене, смотрите. Давид Григорян, режиссер. Хочется руку пожать. Фильм на армянском языке, но я все понял. Вы перещеголяли Голливуд. Шнора Колесун. Фильм, всем рекомендую сходить. Ограбление по-армянски. Շատ հետաքրքիր ֆիլմ է, ինչ շատ ուրեկավ, հայկական, հնդկական, տենց ընդհանուր խառը շատ հետաքրքիր էր ժամը ոնց որ մի 5 րոպե անցավ։ Իրականում նոր խոսք էր հայկական կինեմատոգրաֆիայի մեջ, ֆիլմեր էլի են լինում, բայց այսպիսի հետաքրքիր անդադ փոփոխող սյուժեով երբեք վերջի ժամանակներում չեն եղել, շատ հետաքրքիր էր։ Համադրությունը հնի եւ նորի, այսինքն սովետական Հայաստանի եւ այսօրվա Հայաստանի շատ հետաքրքիր դերասանական կազմ։ Շատ հիասքանչ ֆիլմ էր, շոյված է։ Ֆանտաստիկ ֆիլմ էր ուղղակի։ Կարծում եմ առաջին անգամ է նմանատիպ ֆիլմ նկարահանվում Հայաստանում։ За армянский кинематограф. И это действительно новое слово в армянском кино, громкое, яркое и впечатляющее. Но мы вам спойлерить не будем. Приходите на самый нашумевший фильм в Армении. Все, ребят, до встречи в кино.